Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ալոս շաբաթը թերթ Ետվարդ Անզիկյան, կարծեմ թե առաջին անգամ Բորիս Կոկակոր։ Ստամբուլ որպես վարչապետ այո, առաջին անգամ։ Որպես վարչապետ, բարի եկաք։ Բայց նախկինում 2000-ականների սկզբին որպես լրագրող եղել եմ միայն։ Գրգին բարիկադուս։ Հարցումս Սավիկայը որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները այո կարեւոր է, բայց մենք կտեսնենք եւ կզգանք որ երրորդ մեկ քաղաքի մասնակցությունը կա Թուրքիայի վրա, Ադրբեջանը։ Եվ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև մեկ պայմանավորությունը դերասորակված չէ։ Արդյոք դուք այս Հայաստան-Ադրբեջանի հարաբերությունները մեկ աստեցությունը, նեգատիվ մեկ աստեցությունը կզգաք որ այս ընթացքի վրա։ Գիտեք, տեսեք, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև սերտ գործակցությունը եւ խորը հարաբերությունները գաղտնիք չեն եւ նորություն չեն եւ մենք գիտենք այդ հարաբերությունների մասին, գիտենք այդ հարաբերությունների սերտ լինելու մասին, բայց տվյալ դեպքում նաեւ մեր օրակարգը հետեւյալն է, մենք ուզում ենք ոչ թե տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, ընդհակառակը ուզում ենք տարածաշրջանում կայունություն եւ տևական խաղաղություն հաստատել եւ նաեւ այս համատեքստում շատ կարեւորում եմ Թուրքիայի հետ մեր երկխոսությունը հենց թեկուզ մի բան ես կարեւոր եմ համարում որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի եւ խաղաղության օրակարգի հետագա ընթացքի վերաբերյալ մեր մոտեցումները Թուրքիայի նախագահի հետ անձամբ կիսելու հնարավորություն ունենամ որովհետև նոր էդ էի ասում, որ գիտեք շատ կարևոր է, երբեմն թվում է թե ամեն ինչ հրապարակային ասվում է եւ ըստ էության այո այդպես է, բայց այդ հրապարակային իհարկե հայտարարությունները ինստիտուտները վերլուծում են, զեկույցներ են գրում եւ այլն եւ այդպես շարունակ, բայց միշտ անձնապես առերես խոսակցությունները, որը նաեւ ինտերակտիվ է, հնարավոր է, որովհետեւ այդ տեքստերը այո տալիս են որոշակի ինֆորմացիա, բայց նաեւ հարցեր են առաջացնում։ Եվ շատ կարևոր է ունենալ հնարավորություն լսելու հարցերը արձագանքելու եւ հարցեր բարձրացնելու եւ արձագանք ստանալու եւ այդ առումով ելի եմ ասում մեր օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգն է, բայց իհարկե տեսեք ակնհայտ է որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների որակը չի կարող ազդեցություն չունենալ ընդհանրապես տարածաշրջանում իրադրության վրա Եվ հույս ունեմ, որ եւ համոզված եմ, որ այցը երկխոսությունը ինքը կունենա դրական ազդեցություն մեր տարածաշրջանում երկխոսության, կայունության, համագործակցության մթնոլորտի հաստատման վրա։ Եվ գիտեք ինչ, այդ նյուանսը ինձ շատ կարևոր է թվում, որ մենք արձանագրենք, որ մեր խնդիրը եւ պատկերացումը ինչ որ զրոյական կետից հարաբերություններ կառուցելը։ Սա շատ կարևոր է, որովհետև երբ որ դու զրոյից ինչ որ մի բան ես կառուցում, դա ուրիշ իրավիճակ է։ Երբ որ փորձում ես ինչ որ մի բան վերակառուցել, վերաձևակերպել, դա բոլորովին ուրիշ վիճակ է։ Եվ իմ ընկալմամբ եւ մեր ընկալմամբ մենք պետք է կենտրոնանանք եւ մենք կենտրոնացած ենք։ Հենց այս երկրորդ տարբերակի վրա արձանագրելով, որ մենք այո կարող ենք նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ։